Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը ներդրումային բիզնես խորհրդատու, Սիլիկոնյան հովտի բիզնես խորհրդատու, հայկական ընկերակիցների միության կառավարման անդամ ամերիկահայ Մարկ Չենյանն է, բարև ձեզ։ Եվ այսպես, պարոն Չենյան, սկսենք օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան փաստաթղթից։ Ի վերջո, ինչ կտա դա Հայաստանի Հանրապետությանը, որովհետև այդ առումով քննարկումները շատ են։ Իշխանությունն ասում է, որ Հայաստանը վերջապես ապաշրջափակվում է, ընդդիմությունն էլ քննադատում է, ասում է, որ դա հակապետական փաստաթուղթ է։ Ես կխնդրեմ ձեր կարծիքը, ձեր գնահատականը, քանի որ դուք ավելի քան 50 տարվա մասնագետ եք։ Նախ շնորհակալություն ասարեթին համար։ Օգոստոս 8-ը գրնա շատ կարևոր թվական մլան։ Վստահ չեմ, թե դակավին էգամ ոչ, բայց գրնա ալալ։ Որպես գրնապարը բացատրելու համար երկու կարևոր հանգամանքներ կան։ Թիվ 1 անշուշտ ամերիկյան Վաշինգտոնի մոդուցումը Հայաստանի դեմ եւ ինչ տեսակ զարգացում գրնա ունենալ թիվ 1։ Իսկ մյուս կողմեն ինձ շատ հետաքրքրական էր, որ երկու թրացիրագիրներ, որ դարներով անհամաձայն եղած են Վաշինգտոնի մեծ նյութի շուրջ համաձայնեցան, որ թրական սկզբունքն է։ Կալով դե ինչ Հայաստանի համար ինչ կրնան թրական լալ զանազան վարիանտներ կան։ Թիվ 1 ես կգործեմ, որ Հայաստանի բերությունը պետք է մոդեռն ամերիկյան բերության եւ լուրջորեն ծրագիրը ներկայացնե, թե ինչ են իրենց համար հետաքրքրական կարևոր եւ իր ներդրումներ ինչ տեսակ ներդրումներ կարելի է բերել Վաշինգտոնին, անգրնալ ֆինանսական, անգրնալ քաղաքական, անգրնալ էկոնոմիկ եւ այլն։ Ուրեմն ես կգործեմ, որ Երևանի կողմեն լուրջորեն ծրագիրը պատրաստել եւ մոդենալ Վաշինգտոնի այս են մեր priority-ները։ Այսինքն դուք կարծում եք, որ սա լավ հնարավորություն է Հայաստանի համար, այսպես ասած, պատուհան դեպի Միացյալ Նահանգներ եւ պետք է օգտվել դրանից եւ ներկայացնել լավ առաջարկներ, թե քաղաքական, թե ֆինանսական, տնտեսական առումով։ Ամեն ասպարեզում է։ Definitely։ Եվ ինչ ծրագրեր պետք է ներկայացնել։ Դուք որպես ավելի քան 50 տարվա ներդրումային ոլորտի մասնագետ, բիզնես խորհրդատու, ինչ։ Okay, Երևանի անգյունեն թիվված Առաջինը, որ մեծ ծրագիր է Հայաստանի համար, համալսարանական ծրագիրն է, ակադեմիկ ստիպված է։ Okay։ Միջավայրի մեջ գարկի երկիրներ այսօր ամերիկյան բարձրակույն գրթության հաստատություններ կհաստատվին։ Okay։ Ուրեմն այդ մոդելը ես կգործեմ, որ շատ հետաքրքրական է միացնել ակադեմիկ ստի մոդելին եւ մոդելար ամերիկյան կառավարությունը ինչպես իրենք կրնան օգտակար լարգամ ներդրումներն արտասկական ծրագրին շուրջ։ Անտիմ 1 երկրորդ էկոնոմիկ անգյունաթիթված ուրեմն Թրամփյան ատկիրը անցքի մասին խոսքեր եւանել։ Ես կգործեմ, որ այդ հարավային անցքը որպես երկաթուղի trip նախագծում Թրամփի ուղի whatever Դակավին վերջական անունի գապած է այդպես են։ Ուրեմն հոն երկաթուղակից մգան, իա պետք է լուրջորեն օգտագործվի։ Բայց որպես highway, ես կգործում ինձիամ իմ անգյունս թիթված, այսինքն նախընտրել ունենա highway-ը, որ կսկսի Լաչինի կորիդորեն, կանցնի Սևանի հարավեն, Երևանի հարավեն, տևի Արմավիր եւ շարունակի թուրքական սահմանը։ Իսլանգետ ջուղավորումը տեպի հարավ Նախիջևան եւ ահա եթե մեր տրասին գուզե ունենալ Նախիջևանի ջամփա փոխանակ հարավեն լագրնահյուսեն լալ։ Այսինքն դուք այլ ուղղություն եք առաջարկում։ Absolutely։ Նորից կմանրամասնենք եւ ինչու համար եք այդ ճանապարհը ուղղությունը առաջարկում։ Ես չեմ տեսել էկոնոմիկ ոյմեգի մաստ հարավի երկաթուղային զանա։ Ես խոսքս highway-ի մասին է։ Okay։ Երևանին հարավերտալ Սյունիքի լեռներն անցնի Երևան դրամապանական չէ ինձ երևույթի գնահատեմ այդպիսի highway-ը որ Շիրակ ինչպեսի Լաչին կորիդորային մինչև թուրքական սահմանը եւ
branch-ը թեպի վարը Նախճիվան։ Իսկ դուք նախ առաջարկում եք Լաչինից դեպի այդ սահմանային անցակետերով, հա, այդպես գալ դեպի Սևան ասացիք։ Լաչինից Սևանեն հարավ Սևանեն, Երևանի հարավեն, դեպի Արմավիր եւ շարունակվում մինչեւ թուրքական սահմանը։ Ինչով եք բացատրում դրա արդյունավետությունը, պարոն Չենյան։ Որովհետեւ մեզի համար, երկրին համար լոջիկ է թիմ 1 highway եւ երկրորդ միջազգային հարաբերություններում երկիրը ծավալում է բեշի 30 տարվա ընթացքին կարծեք թե փանդարգված վիճակում ունի եթե լուսինը լայքի վարն է ճիշտ ատկդեսեք ուրեմն անիկա այդպիսի highway-ը շատ մեծ ներդրում ունենա economic աճման international trade and so forth Դուք նաև ասացիք, որ ինքը տնտեսական լավ հնարավորություն կարող է տալ Հայաստանի Հանրապետության օգոստոսի 8-ի փաստաթուղթը։ Տնտեսապես ինչ ներդրումներ կարող են անել ամերիկյան ընկերությունները կամ Հայաստանը ինչ կարող է առաջարկել ամերիկյան ընկերություններին, որովհետև տնտեսական առումով ինչ գրավչություն ունի Հայաստանը։ Հայաստանի գրավչության գլխավոր մասը վերջին 2 շաբաթվա ընթացքին զանազան կոնֆերանսներով մասնակցեցա։ Okay Շատ հստակ էր, պատկերը շատ հստակ է, որ գարկը ինդուստրիալ աճումներ կան, մեգան տեխնոլոգին է, մյուսը արևդուրի արտաքսման, հետո երբ որ ինժեներինգի city conference-ին կասի, չափազանց հետաքրքրական ծրագիրներ կան, հոգչետ տեխնոլոգիա, pure technology ավելի engineering է, այդ բոլորը գրնան ամերիկյան ընկերություններ կամ հասարակություններ լուրջորեն հետաքրքրվել մեմը որ գիտեք դեսանելի է իրենց համար եւ ստանեն բանը adică թիմ եկեղորդ investment banking-ի culture-ը ես կգարձեմ որ ամերիկյան ներդրումը ադուչամբ ամերիկայի օրինակը հոսպերելը գրնա շատ օգտակար Հայաստանը ծավալում emerging market-ի սահմանումի մեջ մտնա, որ դակավին հոն չէ այսօր։ Դուք նաև տեսեք սիլիկոնյան հովտի բիզնես խորհրդատու եք, որքանով են IT ոլորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները կամ ընկերությունները հետաքրքրված Հայաստանով։ Շատ մեծ թիվով, այսինքն հսկայական մեծ ընկերություններ կան, որ լուրջ արդեն հոս են։ Իսկ կարող են այս փաստաթղթից հետո ավելի մեծ հետաքրքրություն ունենալ։ Իհարկե, այստեղ կան ընկերություններ, բնականաբար բոլորս գիտենք, բայց կարող է նոր, այսպես ասած, հետաքրքրություն առաջացնել, որովհետև կայունությունը ամեն դեպքում ավելի կարևոր է շատ ընկերությունների համար, որ իրենք գիտեն, որ կայուն տարածաշրջանում, կայուն երկրում կարող են ներդրումներ անել, ունենալ գրասենյակներ, մասնաճյուղեր։ Օգոստոսի 8-ին առաջ արդեն հսկայական աճ կա։ Ուրեմն օգոստոսի 8-ը չկրնա ոչ մեկ ծովը տանտացնել, ընդհանրակը գրնա արակացնել։ Ես այդ եմ ուզում ասել, այսինքն օգոստոսի 8-ը ավելի շատ կայունություն է բերում տարածաշրջանում։ Անկասկած, եւ վստահություն կամ վստահություն բառը ավելի comfort։ Եվ կարծում եք, որ դա հնարավորություն կտա ավելի շատ ընկերություններ այդ նույն վստահությունը, այդ նույն կայունությունը, այդ նույն կոմֆորտը, որը դուք ասում եք, անկասկած, շատ պոզիտիվ բան է, դրական մտնոլորտ է։ Եվ ինձ համար շատ կարևոր է որպես ազգային անբնակության անգիրոն թիրված ոչ շատ օդար երկիրներ Երևանի շենքերով ոչ շատ օդար երկիրներով թրոշակներ զածան անկան անչափ ավելի ապահովություն է անիա Պարոն Չենյան, ինչով է պայմանավորված ըստ ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ անձամբ նախագահ Թրամփի հետաքրքրությունը մեր երկրով, մեր տարածաշրջանով, ինչով է պայմանավորված, որ այսպես հետաքրքրված են Հայաստանով։ Իրենք հետաքրքրված են շրջանով, բայց շրջանի մեջ կարևոր թեր ունի Հայաստանը։ Ուրեմն արագությամբ է որս կարծեմ անցյալ տարուն 3 կարևոր տվյալներ կան որ աշխարհը իր համակարգը վերանորոգեց։ Մեկը առաջին համաշխարհային վերջաբարության էր։ Մյուսը երկրորդ համաշխարհային վերջաբարության, որը 70 տարի համակարգը ստացա եւ անշուշտ 1991-ը։ Okay։ Ահա ասիկ այսօր աստարուն առաջին անգամ լալով նորեն հսկայական համակարգի փոփոխություն կա։ Եվ այս նոր համակարգը
այնպես անցյալին ավելի քաղաքական էր, այս նոր համակարգի խմբավորումները իվան ավելի բիլա էկոնոմիկ։ Ուրեմն այդ բոլորը եթե միասին գաբենք, օքեյ, այդ է գարձեմ որ հետաքրությունը գլխավորապես։ Տեսեք, դուք մեր զրույցի սկզբում ասացիք օգոստոսի 8-ը կարևոր ամսաթիվ է, այսպես ասած մոտավորապես պատմական է, հիմա չգիտենք լավ կլինի, վատ կլինի, ամեն դեպքում ասացիք, որ շատ կարևոր ամսաթիվ է։ Բայց ամեն դեպքում Հայաստանում, ես էլի եմ ասում, կա տեսակետ մի հատվածը պնդում է, որ սա շատ կարևոր է, Հայաստանը վերջապես ապաշրջափակվում է, ազգային անվտանգության առումով է նաև շատ կարևոր, բայց կան որոշ մարդկանց տեսակետներ, այդ թվում ընդդիմադիր քաղաքական գործիչների, որ սա հակապետական փաստաթուղթեր են, ինչ որ ստորագրվեց կամ նախաստորագրվեց Վաշինգտոնում օգոստոսի 8-ին, Հայաստանի երկրորդ նախագահը հայտարարում է, որ Ամերիկան շատ կոնկրետ ստացել է ապագայում ձևավորվող միջանցքի վերահսկողություն, դա համարելով այդ տարածքը միջանցք, Ադրբեջանը ստացել է միջանցքի իրավունք Հայաստանի տարածքով եւ համարում են այն, ինչ որ ստորագրվել է օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգներում, հակապետական Հայաստանի երկրորդ նախագահը էլի այդպես ընդդիմադիր գործիչներ։ Ես կգարձեմ, որ սխալ մեկնաբանում է։ Թիմ մեկ երթանք անցքին 1956-ի Սուեզի պատերազմեն հետո convention-ը ստեղծեցավ, որ անունն է Montreux Convention, Montreux քաղաքն է Զվիցերիայի մեջ, Ժնևի ճիշտ թիմացը դիջին շուտ։ Եվ այդ Montreux Convention շատ հստակ կերպով գծեցին է համակարգը, որ միջազգային անձկեր, որոնք կանցնին մեկ մեդուչան դասի, ինչպես Սուեզ կանալի ինքը։ Այդ convention-ն է, որ բիլ գարավարե այդպիսի անձկեր, okay։ Միակ տարբերություն այն է, որ Սուեզի բարակային չրանցք է, իսկ մեր բարակային լեն ցամաքի մեջ է։ Բայց այդ է, անգանտին convention-ին թուրսելլարի եվերան, ասոնք երևակայություններ են և գամ բաճարապարություններ են չմսը ուրիշ ազագաններ կործոզել։ Ես ես հասկացա, 50 տարվա փորձ ունեցող ֆինանսական մասնագետ եք, պարոն Չենյան, դուք ասում եք, որ այս փաստաթուղթը կարող է ավելի հուսալի դարձնել ներդրողների համար, չէ, Հայաստանը դարձնում է ավելի հուսալի երկիր ներդրումային առումով։ Ինչ պետք է անի ամեն դեպքում, տեսեք, օգոստոսի 8-ից հետո անցել է արդեն բավական երկար ժամանակ, ինչ պետք է անի Հայաստանը, որպեսզի այդ ներդրումները ինքը կարողանա ներգրավել, ավելի հրապուրիչ դառնա, ավելի գրավիչ դառնալ հենց նույն ընկերությունների համար։ Ես կգործեմ, որ առաջին քայլերը առնվեցավ, այդ քայլերը պետք է զարգացվին, ավելի հստակացվի։ Օրինակ։ Օրինակ, մարաս highway հարցը, okay։ Ես կգործեմ, որ ինչ որ հյուսային գոմը, այդ highway, լուրջորեն պետք է սերդվի եւ ներկայացվի ամերիկյան կառավարությունը, սա որ հարավի գոմը երկրատուին գա, հստակ է անիկա, բայց վերգերում է highway եւ օրենքները, որոնց վրա կառավարվի կամ ղեկավարվի, ինչպես Montreux Convention-ի վրա է։ Հայաստանի գոմեն պետք է լուրջորեն սերդվի եւ առաջարդրվի։ Okay, ոչ թե մինչև սպասենք թե ուրիշներուն առաջարկները ինչ են եւ մենք react ենք։ Ամենին կարևոր քայլանը գա է գործում։ Այսինքն դուք կարծում եք, որ մենք չպետք է նստենք, սպասենք, լինենք դիտորդի դերում, այլ հակառակը մենք պետք է նախաձեռնող լինենք այդ առումով։ Absolutely։ Շատ ասի բնականը այդ է, ոչ թե մյուս վարիանտը։ Եվ հիմա գոհ եք այն նախաձեռնողականությունից, որը ցուցաբերում է Հայաստանը, թե կարծում եք մի քիչ ավելի աշխուժ պետք է լինենք այդ առումով։ Ես ներսens մասավոր դերակցություն չունիմ, բայց կգործեմ որ այն ներսեն լուրջորեն ատմասին մտածեն ինչ որ անողակ երբով գլսեմ։ Որ ուղղություններն է հնարավոր Հայաստանում զարգացնել, որ ուղղությունները կարող են բիզնես տեսանկյունից, տնտեսական տեսանկյունից ներդրումներ անել Հայաստանի Հանրապետությունում։ Դուք IT ոլորտը նշեցիք, բայց IT-ից բացի այլ ինչ ընկերություններ կարող են այստեղ ներդրումներ անել։ Հսկայական ներդրումը, ամենամեծ ներդրումը, որ ես գանգալեմ, որ հաջողի համասարանի academic city concept-ն է։ Անիկա իմ
քիծած իմ ասենք նախադասած թիվոր մոնորոս 5 բիլիոն դոլարի սերնարգ է 5 միլիոն դոլարի 5 բիլիոն հա բիլիոն դուք դա հաշվարկել եք Բոլորովս ասին եւ 5 բիլիոնը լուրջ գումար է բայց Ամերիկայի համար գնա շատ հետաքրքրական ծրագիր է լավ Իսկ ինչու հենց ակադեմիական քաղաք տեսեք արդեն Հայաստանում կա այդ նախագիծը ակադեմիական քաղաք ունենալու հետ կապված ինչու եք հիմա դուք դա եւս կարևորում ինչ առումով է գրավիչ ինչու պիտի հենց ակադեմիական ակադեմիկ քաղաքի կոնցեպտը անշուշտ ամեն կարևորն է ամեն ինչ որ գա երկի մեջը երկու կարևոր մեկ կարևոր էական հարց մը գա որ ուզեմ ժողովուրդը լավ գիտնա երկիրները միշտ հարցեր ունեն problemler եւ անոնիմ բայց պատմությունը մեզ գցնում է մեկ տեսակ լուծում կա այդ էկոնոմիկ աճն է առանց էկոնոմիկ աճի կարելի չէ լուծում ունենալ ոչ մեկ հարցի եւ որովհետեւ էկոնոմիկ աճ ունենաս երկու կարևոր պայմաններ կան նախապայմաններ կան մեկը մտային գարուփշուրում որ համասարանն է գահիտ է իսկ մյուսը կապիտալն է ֆրանսա ֆինանսականն է Մեր դժբախտաբար մեր համալսարանները ժամանակին եղած են միջազգային մագարտակի, բայց այսօր չեն։ Okay, եւ այդպիսի academic city կոնցեպտը շատ կարեւոր է։ Եթե նկատի ունենանք աշխարհի 250 գլխավոր համալսարանները, բոլորը երկու կարեւոր հասարակած բան ունի։ Մեկը campus-ներ են, բոլորը միասին են, ոչ թե գդրդված անգախ է բանը, տանիգա մեկ Եվ որտամ շատ կարևոր քիծմն է եկամուտի աղբյուրով, որ բոլոր գլխավոր 50 համալսարանները մեծապես գոկտիվին օդար աշակերտները։ Եվ ուրեմն եթե այդպիսի մագարտակի համալսարան ունի, որ շրջանը չունի, եւ Հայաստանը շատ որ ես կգործեմ որ շատ նվաստավոր դերմն է ադորամարը, այդ գետրոնացումը շատ մեծ ներդրում է եւ ինչպեսի ստապար 5 բիլիոնի շուրջ լա, բայց Ամերիկայի համար ասեմ Մարսելի բյուջետ է։ Այսինքն դուք այդ հաշվարկ արել եք, իսկ տեղանքը, եթե դա ամեն դեպքում ընդունելի լինի, տեղանքը Հայաստանի Հանրապետությունում որոշել եք, որ տարածքում պիտի լինի, որովհետեւ որովհետեւ եթե դուք ճանապարհի հետ կապված որոշում մտածում եք, որ այդ ուղղությունը ավելի հարմար է, գուցե ակադեմիական քաղաքի առումով էլ արդեն տարածք ընտրած լինեք եւ առաջարկություններ։ Չէ, արդեն պետությունը կարծեմ դարածք է, անցյալ հունիսին։ Հա, եթե պետությանը կառավարության ծրագիրը վաղուց կա այդ նախագիծը։ Այո, այդ ծրագիրը մշակել է։ Դուք կարծում եք ամեն դեպքում գլխավոր ներդրումը պետք է լինի կրթությունը։ Անգասկած գրթությունը սկիզբն է հիմքն է okay որովհետեւ առնեք գրթության թերը okay շատեր գսեմ որ կարևոր չէ ուրիշներ ինչ կսեն ես կգործեմ որ գետրոնը գրթության համասարանը ինքն է համասարանն է որ գարթեթե ուսուցիչները ավելի մանգաբարդեզեմ միջև երկրորդական բարժարանի ուսուցիչներ պատրաստել Եվ համասարանն է, որ ակադեմիկոսներ, PhD-ներ եւ այլն գահետեր։ Ուրեմն համասարանն է սկիզբը, խարիսխը։ Այդ դորամար է, որ գետրոնանամ համասարանի վրա։ Եվ ամփոփելով մեր զրույցը, պարոն Չենյան, դուք կարծում եք, որ օգոստոսի 8-ի փաստաթուղթը դա շատ կարևոր էր եւ պետք է օգտվել այդ ամեն ինչից, ոչ թե այսպես թողնել, որ փաստաթուղթը մնա, այսպես պետք է Հայաստանը եւս նախաձեռնողական լինի։ Okay, նորեն նույն կապարին հետ պիկամ։ Անցյալ տարին 3 արիտներ կային, որ մեկ մասնակցեին եւ չգործանք մասնակցին։ Անկերոնով գսեն presented creation. Okay? Ահավասի creation եւս կա։ Ալգոփավե անցյալի վրա հիմնված աբակա հիմնենք, տեսնենք թե աբական ինչ է մեր գարիկները եւ ինչ ուրիշ opportunity-ներ կանի, անիկա capitalize-ն։ Անկե ավելի հստակ ասենք ռազմավարություն կարելի չէ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Հիշեցնեմ իմ հյուրը ներդրումային բիզնես խորհրդատու Սիլիկոնյան հովտի բիզնես խորհրդատու հայկական ընկերակիցների միության կառավարման անդամ Մարկ Չենյանն էր։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։